Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում։ Այս ծրագրում դիտեք։ Իրավապաշտպանը կարծում է Հայաստանն Ադրբեջանի դեմ միջազգային նոր գանգատ պետք է ներկայացնի հայ գերիների սպասվող դատավճիռը ոչ լեգիտիմ ճանաչելու համար։ Եկեղեցու պատուհանները միտումնավոր ջարդվել են, լուսանկարներից դա շատ լավ երևում։ Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին ադրբեջանցի վանդալների թիրախում։ Բաքուն պաշտոնապես մերժում է Հայաստան գալու հրավերը, հնարավոր չեն համարում Ալիևի մասնակցությունը Երևանում անցկացվելիք միջազգային գագաթնաժողովին։ Ոստիկանության գվարդիայի կազմավորման առիթով ընտրություններին ընդառաջ ոստիկանության համակարգում նոր ստորաբաժանում է ստեղծվում գվարդիա։ Կիևն ու մեծ յոթնյակը դատապարտում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա Ռուսաստանի հարձակումները։ Ավարտին է մոտենում Բաքվում պահվող 15 հայ գերիների, նրանց թվում Արցախի նախկին 3 նախագահների դատավարությունը։ Շուտով ադրբեջանցի մեղադրողները կանցնեն իրենց ելույթներին, որոնց ընթացքում նաև պատժաչափ պետք է հնչեցնեն։ Անցած 9 ամիսներին անկախ փաստաբանների, դիտորդների և լրագրողների մուտքը դահլիճ արգելվեց։ 90-ականների առաջին բախումներից մինչև Արցախի հայաթափման օրերի մեղքեր վերագրվեցին հայ գերիներին, որոնք Կարմիր խաչի դուրս գալու հետո լիակատար մեկուսացման մեջ են այլևս։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը կարծում է, պետությունը պետք է դիմի միջազգային դատական ատյաններ, սպասվող ակտերը ոչ լեգիտիմ ճանաչելու համար։ Մինչ իրավապաշտպանը այս քայլն է կարևորում, արդեն իսկ պարզ է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կողմերը պետք է միմյանց դեմ բոլոր գանգատները բոլոր միջազգային դատարաններից հետ կանչեն։ Բաքվի դատարանում ամիսների կեղծ դատաքննությունը ցույց տվեց, որ անգամ ադրբեջանցիների տված ցուցմունքների հետ որևէ կապ չունեն հայ ռազմագերիները, ամբաստանյալի աթոռին հայտնված հայերին վերագրվող արարքները չեն ապացուցվել, ասում է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նախ նույնանման բովանդակության ցուցմունքներ էին հնչեցվում եւ բոլորը նաեւ վերահաստատում էին, որ անձամբ չեն ճանաչում, չեն առնչվել ամբաստանյալի կարգավիճակ ունեցող հայերին։ Սա շատ կարևոր արձանագրում է ցույց տալու համար, որ ապացույցները որևէ օբյեկտիվ կապեր չեն ստեղծել վերագրվող արարքների հետ եւ իրադարձությունների վերարտադրում չեն հանդիսանում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մյուս գերիների գործով դատաքննությունն ավարտվել է։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի հաջորդ շաբաթվանից մեղադրական ճառերը կհնչեն։ Գործ ունենք վերացական արարքների հետ, սակայն կոնկրետ ամբաստանյալների վերագրվող արարքներ, տուժողների եւ անձանց միջև կապեր, մեղադրյալների եւ իրադարձությունների միջև կապեր ուղղակի չձևավորվեցին։ Դատական նիստերն ընթացան առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Դատերի մասին պատմող միակաղբյուրը ադրբեջանական պետական ազերթաճն է։ Այս ամբողջը ձևական գործընթաց է եղել, ճառերն էլ, դատավճիռներն էլ նախապես գրված են, պնդում է Սիրանուշ Սահակյանը։ Իհարկե մեզ համար կանխատեսելի են դատավճիռները, մեղադրական դատավճիռները եւ խստագույն պատժատեսակները, որոնք ըստ հենց քաղաքական պատվերի արդյունք են։ Բաքվում հայ գերիների դատավարության շինծու լինելու ցուցիչներից մեկն էլ այն է, որ մեղադրական ճառի համար պահանջեցին 2 օր։ Մինչդեռ այդ ծավալով դատական գործընթացի համար անհրաժեշտ կլինեին շաբաթներ, շեշտում է իրավապաշտպան Սահակյանը, նա կանխատեսում է, որ մինչև տարեվերջ դատավճիռներն էլ կլինեն։ Ինչպես անել, որպեսզի այդ ապօրինությունները արձանագրվեն, որից հետո դրանք պատշաճ միջազգային արձագանք ունենան, այդ թվում միջազգային դատական ակտերի տեսքով, խնդիրը իրավական համակարգից այդ ապօրինի դատավճիռները վերացնել, չեզոքացնելն է, որի միակ ճանապարհը վերազգային դատական կամ կվազի դատական ատյաններում այդ process-ը վիճարկելն է։ Միջազգային ատյանները ուսումնասիրել են այն խախտումները, որը մենք բազմիցս արտասվել ենք նաև հանրային դաշտում եւ տան դրա իրավական ամրագրում
ճանաչելով դատական ակտերը ոչ լեգիտիմ։ Արդյոք Փաշինյանի կառավարությունը, որ ձգտում է հասնել հայ-ադրբեջանական խաղաղության ստորագրմանը, կբողոքարկի։ Արդյոք կառավարությունը ձգտում է միջազգային ատյաններում հասնել նրան, որ արդար դատաքննության իրավունքի խախտումով ադրբեջանական վճիռները ոչ լեգիտիմ ճանաչվեն։ Եթե տեղի ունենան զարգացումներ, ինչպիսին կարող է լինել միջպետական գանգատներից հրաժարումը, կարծում եմ ընտանիքները պետք է ինքնակազմակերպվեն եւ հանձնառեն սեփական միջոցներով ինքնուրույնաբար իրավունքների պաշտպանություն։ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվում է։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով մի քանի շաբաթից էլ նրա դատավարությունը ավարտական փուլի կհասնի։ Ռուբեն Վարդանյանը հայ գերիներից միակն էր, որ սեփական միջոցներով ադրբեջանցի փաստաբան ուներ։ 10 օր առաջ նա հրաժարվեց իր պաշտպանից, հայտարարելով, որ դատավարությունը ֆարս է, ինքը զրկված է պաշտպանության իրավունքից։ Արցախի նախկին պետնախարարը ամերիկացի պաշտպան էլ ունի, բայց նրան թույլ չեն տալիս մտնել Բաքու։ Հայ գերիները զրկված են անկախ պաշտպաններից ու միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություններից։ Միջազգային Կարմիր խաչը գերիների հետ կապի միակ խողովակն էր, Բաքվում սա էլ փակեցին։ Նոյեմբերի 4-ը վերջնաժամկետն է, երբ Ադրբեջանի կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի մարդու իրավունքների եվրոպական դատարան, գերիների վիճակի պահման պայմանների եւ այլ հանգամանքների վերաբերյալ, ուստի մենք սպասում ենք վերջնաժամկետը լրանալուն, որից հետո կտեսնենք, թե ինչ փաստաթղթեր է տրամադրել եւ դրանց ուսումնասիրության արդյունքում ինչ հետևությունների կարող ենք հանգել։ Բաքվի բանտում պահվող հայ գերիները, որ 23-ն են, մեղադրվում են ծանր հոդվածներով։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են, թե ամեն ինչ անում են, որ նրանց հայրենիք վերադարձնեն, բայց այդ հարցը չներարվեց օգոստոսի 8-ին հայ-ադրբեջանական համաձայնագրում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացավ 23 քրիստոնյա գերիների հարցով դիմել Ադրբեջանի նախագահին։ Որևէ քայլ արել է հայտարարությունից հետո, պաշտոնական տեղեկություն չկա։ Մինչ Հայաստանի իշխանությունը ադրբեջանցիների հետ խաղաղությունը փաստ, իսկ լավ հարևանությունը զուտ ժամանակի խնդիր է համարում։ Մասնագետները Արցախում հայկական պատմական ժառանգությունը վերացնելու նորանոր դեպքերի մասին են ահազանգում։ Մինչ Երևանն ու Բաքուն հայտարարում են, որ խաղաղություն է հաստատվել, Արցախում շարունակվում են պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման դեպքերը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch անկախ խումբը հերթական նման դեպքը օրերս է բացահայտել։ Մասնագետներն արձանագրել են, Ադրբեջանն այս անգամ էլ վնասել է Մարտունու Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքների, նաև սոցկայքերի, սոցեջերի դիտարկումը ցույց տվեց, թե ինչ վիճակում է գտնվում Մարտունու քաղաքի եկեղեցին։ Մասնավորապես պարզ դարձավ, որ Արցախի օկուպացիայից հետո եկեղեցու պատուհանները միտումնավոր ջարդվել են, լուսանկարներից դա շատ լավ երևում։ Մասնագետների դիտարկումը ցույց է տվել, որ եկեղեցու վրա նաև գրակահերթի թարմ հետքեր կան։ Monument Watch խմբի անդամ հնագետ Ռուբեն Հովսեփյանն ասում է, համեմատական ուսումնասիրությամբ պարզել են, որ Պարկուճի հետքերը ոչ թե պատերազմի, այլ 2023-ից հետո իրականացված վանդալիզմի հետևանք են։ Մասնագետը կասկած չունի 2004 թվականին կառուցված եկեղեցին միտումնավոր է թիրախավորվել։ Նաև եկեղեցու պատերի վրա երևում են գրակահերթի հետքեր, այսինքն գրակահերթի հետքեր, որոնք նախկինում չեն ֆիքսվել, որովհետև 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքը բավականին խնարհմբակոծվել է, ընդ որում թիրախավորվել էր նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում նաև եկեղեցու անմիջական տարածքը եւ եկեղեցին տուժել է արկերի պայթյունից, դա երևում է հենց պատերի վրայի հետքերով։ Դրանից բացի երևում է, որ 23 թվականից հետո պատուհաններն են ջարդվել, շրջակայքն է տուժել, ինչպես նաև գրակահերթի հետքեր են երևում։ 2020-ի պատերազմից ու հետո նաև 2023-ի բռնի տեղահանումից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մասնագետները պարբերաբար ահազանգում են Արցախում եկեղեցիների, վանքերի,
այլ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի դեպքերի մասին։ Անցած տարիներին Արցախում քանդվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կանաչ ժամ անունով հայտնի եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավար Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հիմնահատակ վերածվել են առանձին բնակավայրեր ու թաղամասեր, ինչպես օրինակ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի առանձին թաղամասեր։ Աշնան սկզբին Ադրբեջանը վերացրեց Արցախի արտգործնախարարության շենքը։ Ադրբեջանը վերացրել է նաև կիսանդրիներ, հայրենական ու արցախյան պատերազմին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։ Ստեփանակերտ քաղաքի ամբողջ պատմական հատվածը 19-րդ դարի կառուցապատմամբ ինքը ամբողջությամբ ոչնչացվել է, եւ այդ հատվածում կառուցվում է ճակերտավոր իրենց հաղթանակի զբոսայգին, թանգարանը, հուշահամալիրը։ Մենք կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը ինքը միտումնավոր ոչնչացնում է 94 թվականից հետո կառուցված, կանգնեցված հուշարձանները, կոթողները, խաչքարերը, արձանները եւ Ստեփանակերտ քաղաքում դա շատ լավ երևում է, երբ որ բազմաթիվ արձաններ, կիսանդրիներ իրենք ուղղակի վերջին տարիներին ոչնչացվել են։ Մասնագետները դժվարանում են անգամ մոտավոր թվեր ասել, թե անցած տարիներին քանի պատմամշակութային հուշարձան է վերացվել կամ վանդալիզմի ենթարկվել։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախկին ղեկավար Արմինե Հայրապետյանն ասում է. իրական պատկերն իմանալու համար համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվող տեսանյութերն ու նկարները բավարար չեն։ Չի բացառում ադրբեջանական վանդալիզմի մասշտաբները կարող են ավելի մեծ լինել։ Միջնադարյան եկեղեցիները նրանք հեշտությամբ յուրացնում են անվանականացման տակ, բայց հետագայում նույնպես ավերելու են, որտեղ ինչպես գիտենք, կանաչ ժամն էլ իրենք սկզբից ուդիական, հետո ուղղափառ, հետո վերջում ոչնչացվեց։ Իսկ նորը ոչնչացնելով դա նրանք, պես ասած, քողում են ոչ օրինական կառույցներ մտքի տակ, որ հայերը օկուպացված տարածքում ոչ օրինական շինություններ են կառուցել, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախկին ղեկավարը կարծում է, որ Արցախում հայկական ժառանգությունը փրկելու համար Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի։ Կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի այդ վանդալիզմը կանխելու համար, որը դժբախտաբար չի արվում, եւ այդ լողությունը փաստորեն կանաչ լույս է վառում Ալիևի հանցագործ գործողությունների առաջ։ Տարբեր հաշվարկներով Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ Պատմական հուշարձանները, եկեղեցիները, վանքերը վերացնելուց, դրանք ձևախեղելուց, հայկական եկեղեցիները աղվանական հռչակելուց բացի, մասնագետները մեկ այլ միտում են նկատում։ Ադրբեջանը ակտիվորեն մզկիթներ է կառուցում Արցախի տարածքում։ Բաքուն պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդ գարնանը Ալիևը չի գա Հայաստան։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարել Իլհամ Ալիևի այցը Երևան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ասել է, որ չի կարծում, թե ներկայումս Ադրբեջանի մասնակցությունը այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի։ 2 օր առաջ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած Կալիբրն էր գրել, թե բարձր մակարդակի այցն առանց ստորագրված համաձայնագրի պարտավորությունների կատարման վաղաժամ է։ Հիքմեթ Հաջիևը նաև հայտարարել է, որ պաշտոնական հրավերնամակ Ալիևին դեռ չի հղվել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին բանավոր հրավերներ են հղել Երևանից հաջորդ տարվա գարնանը կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հայաստանում այսօրվանից գործարկվել է ոստիկանության գվարդիան։ Այս ստորաբաժանմանն է վերապահվելու հասարակական կարգի պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը։ Ըստ կառավարության գվարդիան ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինություն եւ վերապատրաստված անձնակազմ։
Վարչապետը այսօր ներկա է գտնվել այս նոր կառույցի գործարկմանը եւ իր խոսքում նաեւ ուժի կիրառման հարցին անդրադարձել։ Հենց այս հարցում են իրավապաշտպանները լրջագույն խնդիր տեսնում, որ իշխանությունն ընդդիմախոսների հավաքներին անհարկի բիրտ ուժ է կիրառում, այդ թվում խտրականություն չդնելով, թույլատրված թե արգելված միջոցներ է օգտագործվում։ Նկատի ունեն անցած տարի Սրբազան շարժման մասնակիցների նկատմամբ ազգային ժողովի մոտ Զարյա 3 արգելված միջոցի կիրառումը։ Ոստիկանության ծառայողն էլ պիտի իմանա, որն է ուժի կիրառման իրադրությունը, որպեսզի իր մեջ էլ ինքը պետքա բավարար չափով տիրապետի, որ իր մեջ էլ մտավախություն կամ չլինի, հարց չլինի, ինքը այս դեպքում համաձայն օրենքի է գործում, թե համաձայն օրենքի չի գործում, որպեսզի հետագայում այդ թվում բարդություններ չլինեն։ Սա ճանապարհ է, որը մենք պետք է անցնենք։ Իհարկե, մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ պետք է դա տեղի ունենա չափազանց հազվադեպ, բայց հավատացեք, եթե չլինի ոստիկանության գվարդիա, որը ի վիճակի է անհրաժեշտ դեպքում, ընդհանրապես ուժային կառույցներ, որ ի վիճակի է անհրաժեշտ դեպքում այդ թվում ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգը պարզապես հնարավոր չէ։ Մինչ իշխանությունը ոստիկանության նոր ստորաբաժանման համար պայծառ ապագա է կանխատեսում, մարդիկ արդեն գործողների անգործությունից դանդաղ ու անարդյունավետ աշխատանքից են բողոքում։ Հիմա էլ գողության մի նոր տեսակ է տարածված, ավտոմասերի գողություն, հետո տերերի վրա դրանց վաճառք։ Մի կծիկ, որը իրավապահներին ըստ ուժողների չի հաջողվում ամիսներով բացել։ Առավոտյան նկատել եմ, որ ավտոմեքենայից դիմացի հատվածը ամբողջությամբ թալանվել է։ Կապոտը, շիթը եւ զույգ ֆարերը։ Վազգեն Այվազյանը նոր էր մարել մեքենայի վարկը, հիմա ստիպված նորից պետք է շուրջ 1 միլիոն դրամ վարկ վերցնի, որ թալանված մեքենան վերանորոգի։ Նորաստեղծ ընտանիքին խիստ անհրաժեշտ ավտոմեքենայի ամբողջ դիմային հատվածը լուսաբացին են թալանել, ասում է նա։ Իրենց բակում տեսախցիկներ չեն եղել, բայց դիմացի շենքինն է այդ ժամերին մարդու նմանվող օբյեկտի շարժ արձանագրել։ Վստահ է շենքի մոտակայքի ճանապարհների ու խաչմերուկների տեսախցիկները հաստատ ֆիքսած կլինեն այդ ժամերի մեքենաների ու անցորդների շարժը։ Ոստիկանները Վազգենի զանգից հետո արագ տեղ են հասել, իսկ քննիչը 3 օր հետո։ Քննիչը 3 օր անց ժամանել է տեղ, եկել է շենքի հայատ, որտեղ արդեն ավտոմեքենան բնականաբար կայանված չէր, որ հետագա իր թալանը չշարունակեն, որտեղ ինչքան այնտեղ կանգներ, վտանգը մեծանում էր, որ ավելի շատ կթալանեին, որտեղ որպես այդպեսին պաշտպանված չի։ Վազգենն ասում է մեքենան կնորոգի, հետո գուցե վաճառի, բայց այս նույն Chevrolet Volt մագնիշի մեքենայից այլևս չի գնի, որովհետև հենց դրանք են հիմա գողերի թիրախում։ Քննչական կոմիտեում գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Համացանցում գրեթե ամեն օր այսպիսի ահազանգեր են տարածվում։ Վազգենը դրանք ուսումնասիրելով հույսն իրավապահներից կտրել է։ Իսկ դատարան կդիմի։ Պատրաստականություն ունեմ, բայց հնարավորություններս միգուցե թույլ չտան, որովհետև ես չգիտեմ ինչքան դատավարությունը կտևի, ես չգիտեմ, թե իրավաբանը ինչքան գումար կպահանջի դրա համար, մի խոսքով անհայտություն։ Մոտ 10 օր առաջ էլ Հարութ Սողոմոնյանի կրկին նույն մագնիշի մեքենան է նույն ձեռագրով թալանվել, այս անգամ Դավթաշենի նորակառույցներից մեկի բակում։ Նա էլ հույս չունի, թե իրավապահները կգտնեն գողին, մասնագետների հետ հաշվել են, իր վնասը ավելի քան 1 միլիոն դրամ է կազմում։ Ոստիկանին հարցրեցի, ասաց, որ 1000 հատ տեսախցիկ ենք նայել, բայց դեռ ոչ մի բան չկա, ու ընթացքում դեռ ոչ մի բան չկա։ Եթե օրինակ հենց այդ պահին գային կամ մի քիչ ավելի արագ ամեն ինչ կատարվեր, միգուցե ինչ-որ բաներ կարողանային գտնել, բայց արդեն 2 ժամ անցնել է էլի եկաբան, որ գողացողները կարողանային տանեին վաճառել։ Հատկապես Chevrolet Volt մագնիշի մեքենաների ամբողջ դիմային հատվածի գողության դեպքերը մեկը չեն, երկուսը չեն։ Facebook-ում այդպիսի մի դեպքի մասին էինք գրել։ Հարյուրավոր տուժողներ են արձագանքել։ Volt կլինի հաստատ։ Ոստիկանությունից հույս չկա։ Դեկտեմբերին մեր բակից գողացան իմ մեքենայինը ու մայիսին ինձ ծանուցեցին, որ կներեք, ոչինչ չենք հայտնաբերել։ 1 միլիոն 200 հազար դրամ կազմեց ամբողջ վնասը։ Ու նաև ամբողջ խնդիրն այն է, որ եթե պետք է գնես պահեստամաս,
մասը փաստացի շատ դեպքերում գնում ես ուրիշ մեքենայի գողացված ապրանքը, չիմանալով դրա մասին։ Իմ մեքենայից 4 անգամ հայելի են տարել, 4 անգամ ոստիկանություն եմ կանչել, կամերայի վիդեո տվել, նկար տվել, պարզ երևացող դեմքով։ Իտոգում գարաժ եմ վարձել ու հանգիստ ապրում եմ։ Հայելիներն էլ պրինցիպիալ դրսից են բերել ու մի քանի զույգով, որ իմը կամ ուրիշից գողացածը չվաճառեն։ Այս հարցին ես մի լուծում եմ տեսնում։ Պետք է բոլոր պահեստամասերի վաճառողներից պահանջեն ծագման աղբյուր, անգամ ամենափոքր դետալի համար։ Ով չունենա, արգրավեն ու կասկածեն գողության մեջ։ Մայիսին էլ իմ մեքենայից էին գողություն արել։ Մինչև հիմա ոստիկանությունից ոչ մի նորություն չկա, հույս էլ չունեմ, որ կլինի։ Տեսախցիկ ու լույս եմ տեղադրել։ Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում 2 անգամ մտել են մեր բակ, լույսն ու տեսախցիկը տեսել են, գնացել։ Բայց նույն օրը կողքի շենքի մեքենայից հայելիներ էին գողացել։ Հետո իմացանք, որ նույն օրը 60 մեքենայից գողություն է եղել։ Երբ իմ մեքենայի հայելիները գողացան, դիմեցի ոստիկանություն։ Օրը ցերեկով ժամը 1-ին սուպերմարկետի եւ բանկի դիմաց 4 հատ տեսախցիկ միայն ես հաշվեցի մոտակայքում։ Եկան, արձանագրեցին, փորձագետ եկավ, մատնահետք եւ այլն։ 1 ամսից զանգեցին, գնացի։ Ասացին, որ բռնել են, բաց են թողել, քանի որ ոչ նշանակալի գողություն է, ավտոյի մեջ չի մտել եւ այլն։ Տվեցին գործի այն մասը, որով եթե ուզում եմ փոխհատուցում ստանալ, դիմեմ դատարան։ Նաև գողի տվյալները։ Ոստիկանությունից հերքում են տուժողների կասկածները, թե իրենք համագործակցում են գողերի այդ խմբերի հետ կամ լավ գիտեն, թե նրանք ովքեր են։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Գեորգի Խաչատրյանն ազատությանն ասաց, առաջին օղակն իրենք են։ Մարդիկ դիմում են գողոնը վերադարձնելու ակնկալիքով, բայց չգիտեն, որ ոստիկանությանն այդպիսի իրավունքներ վերապահված չեն։ Ոստիկանության գործառույթները սկսվում եւ ավարտվում են հանցագործություն կատարած անձին հայտնաբերելով եւ դեպի պատասխանատվության տանելուն ուղղված գործողություններով։ Հետևաբար, երբ նույնիսկ հանցագործության դեպքը բացահայտվում է, սակայն քաղաքացին իրենից գողացված պահեստամասը չի ստանում ետ, բնականաբար ինչ որ առումով ոստիկանությունից կամ այլ իրավապահ մարմիններից բավարարված չի մնում։ Խաչատրյանն ասում է, ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող կետերի սեփականատերերին իրենք զգուշացնում են, եթե վաճառքի համար ընդունեն պահեստամասեր, անպայման վաճառողի անձնագրի պատճենն ունենան։ Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ համագործակցում են գողերի հետ, կպատժվեն։ Բնակիչներին էլ խորհուրդ են տալիս մեքենաները կայանել այնտեղ, որտեղ լուսավոր է, տեսախցիկներ կան կամ ավտոտնակներում։ Ու քանի որ մեքենաների գողության դեպքերը կանգ չեն առնում, ոստիկանության առաջարկով այս տարվա հուլիսին օրենքում փոփոխություն է արվել։ Նախկին 2 տարվա ազատազրկումը դարձվել է մինչև 5 տարի։ Ոստիկանությունը հաճախ նաև կրկնահանցագործների հետ է գործ ունենում։ Գողերի այս խմբերն առհասարակ մեծ չեն։ Մենք բացահայտել ենք 202 դեպք, որից 33-ը ընդամենը 2 օգանոց 1 խումբ է։ Ի դեպ, ոստիկանության վերջերս տարածած ռեպորտաժում հայտնաբերված անձը պատժվել է տնային կալանքով։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանն ասում է, ոստիկանության գրեթե բոլոր ղեկավարների հետ հանդիպումներում միշտ լսում է, եթե անգամ իրենք գտնում են գողերին, հետո այդ գործերը մեծ մասամբ կարճվում են, իսկ դատարաններն ամենամեղմ պատիժն են ընտրում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով միայն անցած տարի գողությունների քրեական 1149 վարույթ է կարճվել։ Իսկ Վրաստանի գործընկերները Տիգրանին պատմել են, թե ինչպես է երկիրն այս խնդիրը լուծել։ Որտեղ որ պահեստամասեր է վաճառում, դա կլինի սոցհարթակներ, թե խանութներ, եթե հարկային ստուգումների ժամանակ կամ պարբերաբար ոստիկանության ուսումնասիրությունների ժամանակ պարզվի, որ իրանք ունեն պահեստամասեր, որոնց մասով չունեն համապատասխան փաստաթուղթ, այդ մարդիկ կալանքի կենթարկվեն եւ դրանով արգելվել է անփաստաթուղթ, առանց հիմնավորված փաստաթուղթ ունեցող պահեստամասերի վաճառքը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրվել է ավտոգողության 1443 դեպք, բացահայտվել 318-ը, 644-ը միայն կողային հայելիների դեպքեր են, սրանցից 158-ն է բացահայտվել։ Ամենաքիչ բացահայտումները համարանիշների դեպքում է, 95-ից միայն 6-ն է բացահայտվել։ Իսկ այլ ավտոմասերի գողության 678 դեպքից 147-ի հեղինակներն են հայտնաբերվել։ Ոստիկաններն ասում են, առավել դժվար են բացահայտում հատկապես այն դեպքերը, երբ գողը տելեգրամով է գողոնը վաճառում։ Փաստացի, եթե գործը ոստիկանությունից հասնի քննչական, այնտեղ չկարճվի ու դատարան ուղարկվի, այս դեպքում միայն տուժողը կարող է փոխհատուցում պահանջել։ Ի դեպ, եվրոպական շատ երկրներում ապահովագրական ընկերություններն են այսպիսի դեպքերում փոխհատուցում վարորդներին։ Գործն իրավապահներին չի էլ հասնում, իսկ Հայաստանում ըստ տուժած վարորդների այդպիսի ապահովագրության փաթեթն անիրատեսական թանկ արժե։ Սովորականներն էլ միայն վթարների դեպքում են փոխհատուցում տրամադրում։
Երկու լուր միջազգային լրահոսից են առանձնացրել մեծ յոթնյակի երկրների էներգետիկայի նախարարները միանալով Կիևին դատապարտել են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ հատվածի վրա։ Ավելին Կիևը Մոսկվային մեղադրել է միջուկային ահաբեկչության մեջ երկրի միջուկային օբյեկտների էներգամատակարարման համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակայաններին հարվածելու համար։ Հարձակումները տեղի են ունեցել ատոմակայանների հարևանությամբ։ Համասի կողմից Իսրայելին փոխանցված 3 զոհվածների մասունքները չեն պատկանում Պաղեստինի տարածքում պահվող պատանդներից որևէ մեկին, պնդում են իսրայելական զանգվածային լրատվամիջոցները։ Իսրայելի կառավարությունը դեռ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները։ Համասը հայտարարել է, որ ի սկզբանե Իսրայելի իշխանություններին փորձաքննության համար առաջարկել է 3 նմուշ չնույնականացված դիերից։ Իսրայելը խմբավորման փոխանցմամբ հրաժարվել է։ Վերադառնանք Հայաստան, հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիա Գյումրիում միջազգային նախագիծը կմեկնարկի 2 շաբաթից, նախաձեռնության հեղինակները այն մայրաքաղաքից դուրս Գյումրի տանելը ապակենտրոնացման լավ օրինակ են համարում։ Այսօր Գյումրիում բացվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան։ Նախաձեռնությունը շվեյցարահայ բարերար Վահե Գաբաշինն է։ 2 օր է որ հոսեմ գտարնամ, իրինչնամ, գելամ եւ երբ որ գտեստամ աստուբրոցը աս բանտոգին մեջը սկսած է ինչպես որ 1883-ին Լոզանի մեջ Տոբրոցը բացվեցավ օտելի մեջ։ Ուրեմն այսօր մեզի համար մեծ ուրախություն ունի։ Իրական ձևով։ Այսօր Հայաստանը 2 միլիոն տուրիստ ունի։ 2 միլիոն տուրիստները մենք պետք է կոացունենք Եփորքան Հայաստան եւ այսօր համար Տոբրոցը եղած է։ Ցեզի գսեմ մինակ Գյումրիական համար չէ, ամբողջ Հայաստանի համար է։ Հայ բարեգործական ընդհանուր միությունը եւս իր մասնակցությունն ունի այս ծրագրում։ Միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակոբյանը այս ակադեմիան Գյումրիում հիմնելը ապակենտրոնացման լավ օրինակ է համարում։ Հերանեկարը մեծ է, հատկապես իմանալով, որ այս ոլորտը Հայաստանի համար շատ կարևոր է եւ մեր ուրեմն ընկերներով միասին որոշեցինք, որ Գյումրիի մեջն էլ իմանալով, որ Գյումրիի մեջ սկսել հենց մի ծրագիր շատ ավելի դժվար դիլա, քան թե անելը Երևանի մեջ։ Բայց ուզեցինք, որ այս ուրեմն ապակենտրոնացման ուղղության վրա աշխատենք եւ օրինակ դառնանք ուրիշներուն։ Իհարկե Գյումրին առաջին մեր ընդրություններ եւ վստահ եմ, որ այս ծրագիրը պիտի հաջողի այս ոլորտի մեջ туриզմի ոլորտի մեր մագարտակը Հայաստանի մագարտակը բարձրացնենք եւ ավելի քաշողական ուրեմն բամ ունենա Հայաստանը туриզմի ոլորտի մեջ։ Հյուրընկալության ակադեմիան նախատեսում է մինչև 1000 ուսանող ունենալ։ 3 մասնագիտություններ կդասավանդվեն՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում ու հյուրանոցային ադմինիստրացիա։ Թեև հայտերը շատ են եղել, բայց առայժմ քիչ թվով ուսանողներ են ընդգրկվել։ Պատճառն է ըստ հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանի անգլերենի չիմացությունն է։ Մենք ունենք մոտավորապես 300 ուսանողի հայտ, բայց 300 ուսանողից դեռ կարողացել ենք ընտրել 7 կամ 10 հոգի։ Մեզ մոտ բավականին ցածր է նման ուսանողների մոտ B1 անգլերենի մակարդակի իմացությունը եւ փորձելու ենք նաեւ ուրիշ ծրագիր իրականացնենք։ Այն ուսանողները, որոնք չգիտեն այդ անգլերենի իմացությունը, լրացուցիչ դասեր կկազմակերպվի, այդ դասերով մասնակցելով տվյալ ուսանողները կհանձնեն B1 մակարդակ, որպեսզի մենք կարողանանք Լոզանի ստանդարտներին համապատասխան ուսանող ունենք։ Մեզ մոտ անգլերենը դասերը նախատեսում են սկսել նոյեմբերի 15-ից ակադեմիան ժամանակավորապես կգործի Գյումրիի հյուրանոցներից մեկում, որը համապատասխանեցվել է Լոզանի հյուրընկալության դպրոցի պահանջներին։ Կրթական հաստատությունը բերված է իր ագեցվածությամբ Լոզանի հյուրընկալության ակադեմիային, Ապրիկոտ հյուրանոցի խոհանոցը բերվել է նույնպես այդ ստանդարտներին եւ մենք գնում ենք առաջ, մենք կանգնելու իրավունք չունենք։
Կառավարությունը Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքը համայնքին է նվիրաբերել պայմանով, որ այն տրամադրվի շվեյցարական դպրոցի մասնաճյուղին։ Գյումրիի ավագանին արդեն նվերն ընդունելու այն 50 տարի ժամկետով անհատույց վարձակալության է հանձնել հյուրընկալության դպրոցին։ Միջազգային որակավորման կրթությունը բավականին թանկ է, ակադեմիայի ուսանողների որոշ խմբերի համար սոցիալական ծրագրեր կգործեն։ Բարերարների կողմից 3 մասնագիտություններով յուրաքանչյուր մասնագիտությունով մեկ ուսանող ազդարարվեց, որ կֆինանսավորվեն բարերարների կողմից եւ նրանք կստանան այդ կրթությունը, բայց մեկ պայմանով, որ պետք է ուսանողները տիրապետեն B1 անգլերենի իմացության եւ 3 տարի աշխատեն մարզում։ Նաեւ ունենք սոցիալական բավականին մեծ ծրագրեր, դա վերաբերվում է բանակից զորացրված մեր տղաներին, մեր արցախցիներին եւ նաեւ այն ուսանողները, որոնք կընդունվեն եւ կունենան բավականին երանգ եւ նպատակ, նույնպես կխրախուսվեն, որպեսզի մենք կարողանանք այս կրթությունը տեղայնացնել մեր տնտեսության մեջ։ Խաչիկ Հակոբյանն ասում է, շենքի տրամադրումը կառավարության աջակցություններ այս ծրագրի իրականացմանը։ Կարևորը ոչ թե շենքն է, այլ այն, որ հյուրընկալության ակադեմիան արդեն իրականություն է։ Այսքանն էինք պատրաստել այս թողարկման համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է ազատություն.am կայքում, սոցցանցերի մեր էջերում, մեզ նաև YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։